Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի Տուլայի մարզի քիմիական գործարանին։ Այն Մոսկվայից 200 կիլոմետր է հեռու։ Ըստ ռուսական եւ ուկրաինական տելեգրամ ալիքների, Ուկրաինան վերջին 2 շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է թիրախավորել այդ գործարանը։ Տուլայի մարզպետ Դմիտրի Միլևը հայտնել է, որ ոչ միայն արդյունաբերական օբյեկտն է վնասվել, այլև մի տուն, մեկ վիրավոր կա։ Ռուսական Աստրա առցանց լրատվամիջոցը հայտնել է, որ գործարանում հրդեհ է բռնկվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով, այդ գործարանում էր արտադրվում դաշնության պայթուցիկ նյութերի զգալի մասը։ Վերջին ամիսներին Ուկրաինայի թիրախները ռուսական նավթավերամշակման գործարանները, տերմինալները, նավահանգիստներն ու արդյունաբերական օբյեկտներն են եղել։ Արևմտյան վերլուծաբանների խոսքով Կիևին հաջողվել է խոչընդոտել ռուսական վառելիքի մատակարարումներին, ինչից կարող է տուժել Ռուսաստանը մարտադաշտում։ Փորձագետները նկատում են, Ուկրաինան այս տարի ակտիվացրել է անօդաչու թռչող սարքերի հարվածները Ռուսաստանի խորքերին, փորձելով ազդել դաշնության տնտեսության վրա։ ՏԱՍՍ-ը հայտնել է, որ 4-ամյա պատերազմի ընթացքում այս տարի Ուկրաինան ամենաշատն է անօդաչու թռչող սարքեր արձակել։ Գիշերը հակաօդային պաշտպանության համակարգերը դաշնության 12 շրջաններում ոչնչացրել եւ որսացել են ուկրաինական 660 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ 47-ը Մոսկվայի ուղղությամբ են եղել, հաստատել է քաղաքապետը։ Խոշոր հարձակումից մի քանի ժամ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ում հրապարակել է իր հրամանը սկսել 40-օրյա ազդեցության գործողություն։ Ինտենսիվ հարձակումներով Զելենսկին փորձում է ստիպել Պուտինին խաղաղության հասնելու բանակցություններ սկսել, պնդում են վերլուծաբանները։ Ուկրաինան նաև ռուսական հարձակումների հետևանքով զոհերի, վնասների մասին է հայտնել։ Վերջին 24 ժամում Խարկովի ուղղությամբ ռուսական հարձակումներից 2 մարդ է զոհվել, 7-ը վիրավորվել, հայտարարել է շրջանի ղեկավարը։ Այս գիշեր Ռուսաստանը Ուկրաինայի ուղղությամբ 189 անօդաչու թռչող սարք ու 7 բալիստիկ հրթիռ է արձակել, հայտարարել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը։ Ռուսական 7 Իսկանդեր-M բալիստիկ հրթիռներից 4-ը հասել են թիրախներին, հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները։ Բալիստիկ հրթիռային հարվածից Կիևում պահեստներ են տուժել։ Պոլտովայի ու Օդեսայի մարզերի մի շարք բնակավայրեր առանց էլեկտրաէներգիայի են մնացել։ Մարիամ Ամերջանյան, Էլենիա Հինյան, Հայլուր։